մարմինը, մեր մաշկը, հա, ընդհանրապես ունի դրա կարիքը, որ մենք այդ չափ կենտրոնացած հոգ տանենք իր մասին, թե սա էլ է ինչ-որ տենց գերադրական աստիճանի մի բան։ Հանգիստ բոլորը կարող են գրել բնական եւ դա համարվի անվան մի մաս մարքեթինգային տեսանկյունից, բայց տենց մարմին չկա, որ դա վերահսկի։ Իսկ ինչա բնականը, որպեսզի մենք ունենանք ընդհանուր առողջ տեսք, միայն դեմքին հետևելը բավարար չի, պետք է հետևել մտքին, պետք է հետևել մարմնին, հոգուն, այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ գեղեցկությունը մի մեծ բիզնես է։ Ողջույն, Բուն TV-ում առողջ ոդքասթն է մարդու մտավոր, հոգեկան եւ ֆիզիկական առողջության վերաբերյալ։ Այսօր իմ հյուրն է հոլիստիկ ինքնախնամքի մասնագետ Լուսինե Գյուրջյանը եւ մենք միասին հենց բացահայտելու ենք հոլիստիկ ինքնախնամքի գաղտնիքները եւ դրա կարեւորությունը։ Ողջույն Լուսինե։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Սիրով։ Ես մինչեւ բուն թեմատիկ հարցերին անդրադառնալը նախ կխնդրեմ քեզ մի քիչ այսպես կարճ մեզ ծանոթացնել քո անցած ճանապարհին եւ պատմել թե նախ ինչպես է ստացվել, որ դու որոշել ես հենց այս ոլորտում մասնագիտ դառնալ եւ այսպես բազմակողմանի գործիքակազմ օգտագործել, որպեսզի մենք կարողանանք մի քիչ ավելի լավ լինել եւ ավելի խնամված։ Նախ սկսեմ պարադոքսալ մտքից, որ ֆինանսական եմ կրթությունը, այսինքն ընդհանրապես կապ չունի։ Հա, մագիստրոսի կոչում ունեմ ֆինանսներում, որոշ ժամանակ այդ ոլորտում աշխատելուց հետո կրթական ոլորտում աշխատելուց հետո հասկացա, որ պետք է հետևել սրտին, ինչը որ սկսվեց երևի թե տենց 11-12 տարեկանում, երբ որ տան խոհանոցում ինչ որ սկսեցի բաներ խառնել եւ դեմքին քսել, դա տենց ավելի մանկական զբաղմունք էր, որից հետո դեռահասությունից հետո ես հասկացա, որ հիպերզգայուն մաշկ ունեմ ու պարզապես շատ միջոցներ ուղղակիորեն չէին ազդում մաշկիս, գերյուղոտ մաշկ ունեմ, մինչև հիմա էլ այդ խնդիրն ունեմ, հա, ու այդպես սկսեցի պարզապես ուսումնասիրել, սկզբից ինչ-որ հին սովետական գրականությունից օգտվելով, հա, որպես միլենիալ, այո, հա, այդպես հետո թե այդ ժամանակ էլ ինտերնետը շատ հասանելի չէր, տարբեր գրքեր, չգիտեմ, խորհուրդներ, սրանից նրանից, հետո ինչ-որ պահի, երբ որ այդ օնլայն հասանելիությունը շատացավ եւ այլն, ես ավելի որոշեցի խորանալ եւ մասնագիտանալ եւ Մեծ Բրիտանիայում Մեծ Բրիտանական դպրոցը ավարտեցի, որը որ նվիրված էր օրգանական մաշկի խնամքի ֆորմուլացիային, այսինքն դարձա ֆորմուլատոր։ Ինչպես ճիշտ պատրաստել խնամքի միջոցները, հիմնական նպատակը դե ինձ համար պատրաստելն էր։ Առաջին հերթին, այո, հետո դե բնականաբար ընկերներ, ծանոթներ մեզ համար էլ կպատրաստես եւ այլն, այդպես ինչ որ ձևով սկսեցի այդ ուղղությամբ շարժվել։ Եվ այդ ուղղությամբ շարժվելուց հետո հասկացա, որ չէ, միայն խոսքը դեմքի մաշկի մասին չի, որ դա է պետք խնամել, հա, որ մենք ունենանք առողջ, փայլուն, երիտասարդ, խնամված մաշկ, որից հետո արդեն երևի թե յոգայով զբաղվելը ավելի շատ օգնեց, որ մեր ոգեղեն աշխարհի մեջ խորանամ ու հասկացա, որպեսզի մենք ունենանք ընդհանուր առողջ տեսք, միայն դեմքին հետևելը բավարար չի, պետք է հետևել մտքին, պետք է հետևել մարմնին, հոգուն ու այդպես առաջացավ այդ հոլիստիկ ինքնախնամքի մոտեցումը, այդպես երևի թե որպես անցած ճանապարհ, որից հետո արդեն հիմնադրեցի իմ բրենդը եւ բացեցի կաբինետս, որտեղ արդեն հաճախորդների եմ ընդունում։ Հիմա գանք այստեղ այդ գործիքակազմերին հերթով անդրադառնանք, հա, որովհետեւ ինքնախնամքը ամեն դեպքում շատ լայն հասկացություն է, մի հատ էլ որ սրան ավելացնում ենք հոլիստիկ այդ ամբողջական համապարփակ մոտեցումները, սա էլ ավելի ֆանտաստիկ բազմակոմպոնենտ է դառնում։ Մարդու մարմնի մաշկը բոլորս էլ գիտենք, որ եւ թե ծավալով եւ փաստացի ամենամեծ օրգանը որպես այդպեսին համարվում։ Շատ այսպես
խնդրահարույց է եւ ինքը կարծես են հիմնական ինդիկատորը լինի, թե ինչ է մեր ներսում կատարվում, մենք այսպես մաշկից ոնց որ կարողանում ենք կարդալ այդ ամեն ինչը։ Ես հիշում եմ, այսպես պատմական կարճ ակնարկան եմ, իմ մայրական կողմի տատիկը, ով գրեթե 100 տարեկան ապրեց, նա մի հետաքրքիր սովորություն ուներ, օրինակ, չգիտեմ, վարունգը մաքրելիս միշտ կեղևները դեմքին, ինչ որ չգիտեմ, թթվասերի հետ գործ անելիս ինչ որ մի փոքրիկ մաս ձեռքերին։ Ու ես նկատում էի, նախ ինքը ֆանտաստիկ փայլուն մաշկ ուներ, իդեալական նաև այդ տարիքում։ Եվ ես միշտ մտածում էի, որ փաստացի ինքը ըստ էության իր մաշկին թույլ է տալիս, որպեսզի դիպչի միայն այն ամենը, ինչը նաև ներսում կարող է գտնվել։ Հիմա նշելով այն ամեն ինչը որպես ճանապարհ նաև դու անցել ես, արդյոք այս բանաձևը նաև քո գործունեության մեջ է օգտագործվում ու ընդհանրապես հիմա ինչպիսին պիտի լինի մեր մաշկի նկատմամբ խնամքը առհասարակ։ Այն ժամանակներում, երբ մենք ունենք ֆանտաստիկ այսպես կոսմետոլոգիական պրոդուկտների տեսանկյունից անձայրածիր առաջարկվող պրոդուկտներ, ծառայություններ եւ այլն, որն է այդ առանձնահատկությունը քո կողմից, մշակվող եւ ներկայացվող խնամքի, մաշկի խնամքի մոտեցումը։ Ես բնականի կողմնակից եմ, բայց այստեղ շատ կարևոր է մենք մի հատ սահմանենք, իսկ ինչա բնականը։ Այո, հենց սա երևի թե։ Չգիտեմ, ծառից քաղած խնձոր կտրել, քամել, քսելը, թե վերջապես այդ խնձորի ակտիվ բաղադրիչը սինթեզելը։ Շատ կարևոր նուրբ սահման կա օրգանիկ եւ բնական մաշկի խնամքի մեջ, որովհետեւ ոչ մի մարմին չկա, որը որ ռեգուլեյթ է անում, երբ որ դու գրում ես սպիտակի վրա բնական։ Հանգիստ բոլորը կարող են գրել բնական եւ դա համարվի անվան մի մաս մարքեթինգային տեսանկյունից, բայց տենց մարմին չկա, որ դա վերահսկի։ Իսկ ինչա բնականը, հա։ Այդ առաջինը, երկրորդը ես իմ տանը լաբորատորիա եմ բացել, հա, որտեղ որ ստեղծում եմ հենց այդ միջոցները ինչ տեսանկյունից, իմ համար ճիշտ ասած ինքը վերափոխում է, ասենց ինչ որ ալքիմիական տարեր կան մեջը, հա, երբ որ մենք վերցնում ենք սկզբնական բնական բաղադրիչը, օրինակի համար, որպեսզի մարդիկ ճիշտ պատկերացնեն, հա, այդ բնականը, ինչ է բնականացվածը, ենթադրենք մենք ունենք երիցուկը։ Հիմա պարզ է, չէ, որպեսզի երիցուկը հակաբորբոքային իր ազդեցությունը դեմքի վրա ունենա, մենք չենք կարա կիլոներով երիցուկ թրմել կամ աղալ ու քսել դեմքին։ Ինչ ենք անում, մենք տարբեր պրոցեսներ լաբորատոր օգտագործելով ստանում ենք երիցուկի միջի ակտիվ բաղադրիչը, որը բիսաբոլոլն է։ Հիմա, երբ որ պատկերացնենք մենք որպես միջին սպառող կարդում ենք պիտակը, չենք կարդում ենք բիսաբոլոլ։ Մամա ջան, ինչա դա։ Հա, միանգամից ինչ որ քիմիական բաներ են, չէ, ուղեղում սկսում զարգանալ, դրա համար շատ կարևոր է դա հասկանալ, ինչա բնականը։ Բնականը կարա նաև համարվի ցանկացած խոտաբույսից, բնական միջոցից, հա, լաբորատոր պայմաններում սինթեզվող ակտիվը։ Օրինակի համար։ Նույն ձևով, չգիտեմ, գազարի միջի, հա, վիտամին A-ի այդ ռետինոլը օրինակի համար, չէ, որը որ հիմա բում է ապրում, բայց իրան ալտերնատիվ կա նաև բնական բուկաչիոլ բաղադրիչը, որը նույնպես ռետինոիդային հատկանիշներ ունի, դրա համար շատ կարևոր է մի հատ այդ պահը հասկանալ։ Ես իմ աշխատանքի մեջ օգտագործում եմ ինչպես pure raw ingredient-ներ, ամբողջական, հա, վայրի չմշակված։ Օրինակ նույն ձևով դա կարա լինի լավանդայի փոշին, հա, չորացված վարդի փոշին, սիսերի ալյուրը, օրինակ, բրինձի ալյուրը, adzուկի մանրեցված հատիկները ճապոնական լոբինա դա, որը որ մակրո հատկություններ ունի ու միաժամանակ կարա օգտագործվի բնականից ստացված ակտիվ ինգրեդիենտը։
Օրինակ պապայինը, որը պապայայից են ստանում որպես ինզիմ շերտազատող միջոց, հա։ Դրա համար այդ սահմանագիծը հասկանալը ու երևի թե ինչ որ ձևով մարդկանց ներկայացնելը շատ կարևոր է, որ հասկանան վերջի վերջո այդ բնական ասվածը ինչ է, ծառից քաղված խնձորն ենք մենք քսում դեմքին, հա, կամ նույն այդ վարունգը, թե վերջի վերջո մի քիչ ցիվիլ process է ինքը անցնում մշակման, հա։ Այո, մենք մեր օրերում նաև գիտության ոլորտում այդ ֆանտաստիկ առաջխաղացումն ու նորարարությունները ունենք։ Իսկ հետաքրքիր է, մենք այսպես խոսում ենք, չէ, մարդկանց միջին վիճակագրական էլի, հա, անդրադառնալով, որտեվ շատերը նաև չունեն այդ པարզ գիտելիքը կամ օրինակ հետազոտելու, հասկանալու որն է իրենց համար լավ, որն է վատ։ Բայց նաև մի էսպիսի մարդկանց խումբ կա, որոնք շատ կենտրոնացած են այդ խնամքի վրա եւ այստեղ ուզում եմ հասկանալ արդյոք այդ բալանսի բերելու հարցն էլ է կարեւոր, որովհետեւ տպավորություն կա, որ մարդ էլ կա, այսպես իր մաշկից ուզում է ինչ-որ մաքսիմալ բան ստանալ եւ այդ գեր խնամք դրսևորվելու հակումն ես տեսնում, որ ինչ որ չգիտեմ, առավոտյան սա կամ մաշկի համար սա, աչքի տակի համար սա, քթի համար սա, ճակատի համար սա, ուզում հասկանալ նաև ուսումնասիրելով ու այս փորձառությունը հաշվի առնելով, կա արդյոք դրա անհրաժեշտությունը, մեր մարմինը, մեր մաշկը, հա, ընդհանրապես ունի դրա կարիքը, որ մենք այդ չափ ցած կենտրոնացած հոգ տանենք իր մասին, թե սա էլ է ինչ որ տենց գերադրական աստիճանի մի բան։ Բացարձակ չունի, մենք մարքեթինգի զոհ ենք դարձել, սոցիալական մեդիան հիմա այնպես է խրախուսում ամեն ինչ, բոլորս էլ վստահ եմ տեսել ենք այն ծիծաղելի ռիլերը, որ առավոտյան արթնանում են ու հետևից, չգիտեմ, շրթունքներն ասկոչած, դեմքի վրա հազար տեսակի իրար հետևից շերտերով հանում է կամ շերտերով այդ ամեն ինչը քսում է եւ այլն, այստեղ շատ կարեւոր է հասկանալ, որ գեղեցկությունը մի մեծ բիզնես է եւ գեներացնում է միլիոններ, միլիարդներ ու բնականաբար տրենդներ է թելադրում։ Հիմա թե մենք կտրվենք այդ տրենդերին, թե չենք տրվի, մեր բոլորիս անձնական ընտրությունն է, ինչպես նաեւ վերջի վերջո պետքա միգուցե իրազեկում ստեղծել, հա, իրազեկել ինչ որ ձևով մարդ հասկանա արդյոք պետքա այդ շերտերը քսել։ Կամ կարող է այդ շերտերը քսելուց ինքը իրան ավելի երջանիկ ու խնամված ազգում, երևի ավելի հոգեբանական նույնիսկ հոգեբանական կա, ինչքան շատ քսեմ, այդքան ավելի երիտասարդ կլինեմ, ու հետո վերջի վերջո հիմա շատ են մարդիկ, ովքեր ունեն ուղղակի սպառողական վարքագիծ։ Իրանց դուր է գալիս այդ սիրուն սրվակները, սա էլ վերցնեմ, նա էլ վերցնեմ, կամ հայտնի մարդը սա օգտագործեց, իրանով ինքը ոգեշնչվում է, ինքն էլ է ուզում, ինձ թվում է դա նորմալ է, բայց եթե ես իմ տեսանկյունը հնչեցնեմ, ինձ համար մի հատ շատ կարևոր սկզբունք կա, less is more, այսինքն քիչը երևի քիչը շատ է, հա, քիչը ավել է, իմաստը, որ կարելի է քչով էլ բավարարվել, ու երբ որ ես իմ միջոցներն եմ ստեղծում, հա, որը որ պրոցեդուրաների ժամանակ օգտագործում եմ, ես փորձում եմ այնպես անեմ, որպեսզի իրանք իրար փոխլրացնեն։ Ահա։ Այսինքն մի բանը դու կարողանաս տարբեր ձևով օգտագործել, նույն փոշին առանձին որպես փոշին հեղուկի հետ խառնելով, օրինակ ինքը դառնում է դիմակ, այդ նույն հեղուկը առանձին դառնում է դեմքի միստ, այսինքն իրար փոխլրացնեն, ու նաև դա էլ օգնում է, որ ինչ որ ձևով դու քո սպառողական այդ print-ը մի քիչ թողնես, էլի, համ սրվակն ես քիչ օգտագործում, համ նույն բույսն ես ավելի քիչ օգտագործում, իրար փոխլրացնում է, ինչը ինչ որ չափով նաև բնությանն ավելի մոտ դարձնում ու իր մասին մտահոգվող դարձնում, ինչը ոչ պակաս կարևոր է այս ամբողջ խնամքի ինդուստրիայի հետ մեկտեղ։ Հա, ճիշտ եք։ Մաշկի մասին խոսելիս մարդիկ ամեն դեպքում այսպես Որ շատ կենտրոնանում են դեմքի վրա։
թեև դա չէ ինչ որ հումորի մակարդակի բան դառնում, որ հատկապես տղամարդիկ են շատ էսպես։ Մեզ պետք է ընդհանրապես, չգիտեմ, մի լվացվելու հեղուկ, մի քսուկ ու ոնց որ թե վերջ, իսկ ձեզ ինչ որ ամեն ինչի համար պետք է կանանց։ Այստեղ ուզում եմ հասկանալ որպես ժամանակակից կոսմետոլոգիական ծառայություններին հավասար կամ գուցե դրան ի հակառակ որքանով է այդ face yoga-ն, որի մասնագետն ես նաև դու եւ անում ես այդպիսի հրաշալի մեթոդով բավականին, հա, աստեցիկ թե խմբային, թե անհատական պրոցեդուրաներ, ինչ է տալիս այդ face yoga-ն առհասարակ։ Սա ինչի մասին է, որպեսզի մեզ դիտողները մի քիչ ավելի մանրամասն կարողանան հասկանալ, որտեվ մարմնինը գուցե ինչ որ չափով արդեն որոշակի հասանելի է դարձել եւ սրա մասին տեղեկատվությունը շատ է, բայց դեմքի յոգան ոնց որ այդքան պարզաբանված չէ։ Նախ մենք իրան կարող ենք անվանել դեմքի յոգա, դեմքի ֆիթնես, անվանումները շատ են, ինքը բուն յոգայի որպես մոտեցում այդքան էլ կապ չունի, պարզապես ժամանակին այդ անունն որոշվել եւ այդպես գնացել է, թե չէ եւ face fitness են օգտագործում, face sculpting են օգտագործում, հա, դեմքի ուրվագծում։ Իմաստը ինչն է, որ եթե մենք կարող ենք մարզել մեր մարմնի մկանները, ինչու չենք կարող դեմքի մկաններն էլ հա մարզել, չէ՞ որ նույն մկաններից է, հա, բաղկացած, իհարկե ավելի կոմպլեքս է դեմքի մկանները մեզ մոտ, բայց հատուկ վարժություններ են, որոնք նախատեսված են մեր մկաններին վերադարձնելու իրենց հին անատոմիական դիրքը, ժամանակի ընթացքում, տարիքի ընթացքում, երկրի ձգողական ուժի ընթացքում փոփոխություններ են տեղի ունենում դեմքի վրա, դա առաջինը, երկրորդը մենք ունենք գերլարված մկաններ դեմքի վրա եւ մկաններ, որոնց հակառակը անհրաժեշտ է տոնուս տալ եւ մկաններ, որոնց անհրաժեշտ է հանգստացնել։ Դրա համար ենք մենք օգտագործում վարժությունները։ Հաջորդը շատ է օգնում ավշային կուտակումները, լիմֆադրենաժը, այսպես ասած, բոլորին հայտնի, որովհետեւ շատ դեպքերում հեղուկն է կուտակվում, քիչ շարժումից, շատ աղի տարբեր են, հա, տարբեր են, հա, շատ է օգնում, այո, շատ է օգնում այդ այտուցները հեռացնել, արյան շրջանառությունը լավացնել, ակտիվացնել այնտեղ կոլագենի արտադրությունը եւ այլն։ Վարժությունների եւ ինքնամերսման համակցությունը։ Այսինքն գալիս են, սովորում են այդ վարժությունները, այդ մոտեցումները եւ հետո փորձում են դա տանել իրենց առօրյա խնամքի մասդարձնել, փորձում են փորձել։ Այս է երևի հաջորդ կարևոր հարցն էր, որ ուզում էի բարձրացնել, որովհետեւ թվում է թե ինչ որ պարզ բան է, չէ՞, մենք հոգ ենք տանում մեր մտերիմների համար, փորձում ենք իրենց խնամել ամեն հնարավոր եւ անհնարին եղանակներով, հատկապես մեր հայրականության մեջ, բայց երբ հերթը մեզ է հասնում ու երևի թե հատկապես կանանց բարակամ, թեև հիմա տղամարդկանց էլ կանդրադառնանք, բայց այդ առօրյա ռուտին դարձնել եւ իսկապես դա ստաբիլ անելը, որը երևի թե ամեն դեպքում ավելի լավ արդյունք է տալիս հենց այդ ստաբիլ անելու դեպքում, այստեղ չի ստացվում։ Չգիտեմ, մենք կարող ենք կարդալ նմանատիպ հազարավոր գրականություն, չգիտեմ, Atomic Habits-ից եւ նմանատիպ շատ բուրուն արձագանք ստացած գրքերից սկսած վերջացրած լիք այլ հմտություններով։ Բայց հենց այդ գործողությունը, որը մենք ուզում ենք անել, այդ ժամանակ բավականին խնդրահարույց է դառնում։ Կասես քո փորձից նաև ելնելով, նաև այն այցելուների, որոնք դու ունենում ես եւ գուցե այդ փորձառությունը արդեն փոխանցում ես իրենց, ոնց ամենակարճ է այդ ճանապարհին հասնել, ինչ անել ու երևի թե այստեղ գիտակցական մակարդակով ոնց գնալ դեպի դա։ Նախ ստեղ մի քանի հարց կա իմ դիտարկումներից ելնելով ու հաճախորդների համակարգված, հա, դեմքի յոգով զբաղվելուց, որ նայում ենք, առաջինը դա հետևողականությունն է եւ նոր բանին ոչ այնքան վստահությամբ մոտենալը։ Դա երևի թե ամենակարևոր բաներն են,
Հետևողականությունը, այո, պետք է հետևողականորեն այդ վարժությունները անել գոնե 3 ամիս, ինչը որ հնարավոր է, բայց ոչ բոլորն են, որ ունեն հավես։ Եթե կարելի է գնալ շուտ մտնել կոսմետոլոգի կաբինետ եւ մի քանի ներարկում արագ անել եւ չմտածել մի 6 ամիս դրա մասին, կա ավելի գայթակղիչ ուղղություն եւ կա ավելի երկար, հետևողական, մի քիչ ճիգ պահանջող եւ ինչ-որ հմտություններ պահանջող մի բան։ Օրվա վերջում դա մեր ընտրության հարցն է, թե մենք որ ուղղությամբ ենք ուզում գնալ, ուզում ենք լրացնել դեմքը ներարկումներով, թե ուզում ենք աշխատել դեմքի վրա, ժամանակատար մարդն է ընտրում։ Թույլ տալ, որ նաև այդ էմոցիաները դեմքից երևան։ Այո։ Ընդհանրապես ներսից շատ բան է, չէ՞, գալիս այս կոնտեքստում, հատկապես դեմքի խնամքի մասին խոսելիս։ Այստեղ ես, եթե ժամանակը թույլ տա, կցանկանամ մի քիչ ծավալվել, որովհետև երբ որ այցելուները գալիս են, օրինակ դեմքի մերսման, եւ ոչ միայն դեմքի մերսման, ենթադրենք հետո գնում է էներգետիկ ամոքումը, բժշկումը, մենք հասկանում ենք, թե ինչքան է մեր մարմնում բնակվող բլոկները էմոցիոնալ եւ տրավմաները արտահայտվում մեր դեմքի վրա։ Այո։ Ձևավորելով հստակ կնճիռներ եւ այս հատվածում գեր լարվածություն եւ տոնուս։ Հիմա բոլորս կստուկ ենք մեր հատվածներին։ Շատերը անգամ քնում են սենց սեղմված ատամներով, որը հետագայում եւ գլխացավ առաջանում եւ այլն, ու երբ որ մենք որոշում ենք միասին այդ ճանապարհը անցնել, մենք հասկանում ենք, որ այդ դեմքի վրա այդ հետքերը, այսպես ասած, գալիս են շատ լրիվ ուրիշ տեղերից։ Դրա համար այդ հոլիստիկ մոտեցումը այդքան կարևոր։ Չես կարա դու պարզապես լավ քսուկ օգտագործելով, չգիտեմ, եւ ակտիվ մնալով, ենթադրենք, 2 մինիմումը արեցինք, բայց երբ որ քո հուզական աշխարհում, ոգեղենում ինչ որ բաներ ա կատարվում, ինքը իր հետքը մեկա թողնում է դեմքի վրա։ Դրա համար ինքը սենց համակարգային մոտեցում է։ Հիմա գալով համակարգային մոտեցման, չէ, սա էլ է լրիվ այդ հոլիստիկ մոտեցման մասին է գնում խոսքը, որտեղ ինքնախնամքը բնավ դա միայն մաշկի խնամքի մասին չի, որը շատ այդպես թյուր կարծիք է։ Մենք ներսից դրսից շատ էներգիայի մասին ենք, եւ երբ որ մենք ֆիզիկապես նույնիսկ կամ առավել եւս հոգեպես, երբ մեզ վատ ենք զգում, ու դրա հետ կապված նաեւ մեր մտավոր աշխարհը, մեր միտքն է շատ զբաղված լինում, այս ամեն ինչի հետ մեկտեղ էներգիան է, որը ամենաբացասականը կարող է լինել այդ պահին, հետո դա կփոխանցվի կամ կփոխակերպվի, ու շատ կարևոր է այստեղ հասկանալ, թե մենք ոնց ենք իրեն դեպի դրականը եւ մեզ համար ավելի լավը փոխակերպվում։ Դու նաեւ ռեյկի մասնագետ ես, որը կխնդրեմ մի քիչ երևի մարդկանց հասանելի տարբերակով փորձենք ներկայացնել սա ինչի մասին է եւ ընդհանրապես ինչ է անում մեր ներսում, որն է իր բուժիչ հատկությունը որպես այդպիսին։ Փորձեմ հակերճ մի քիչ սա ներկայացնել, մի քիչ հասկանալի լեզվով, այդ ոգեղեն տերմինոլոգիան չօգտագործեմ։ Այո, ես ռեյկի մասնագետ եմ, բայց վերջերս արդեն իմ մեթոդն եմ օգտագործում, այսպես ասած, որը ավելի շատ ինտուիտիվ է, քան ինստրուկցիայով ինչ-որ մի բան։ Իսկ ինչա ընդհանրապես, սենց ասենք, էներգետիկ բուժում ասենք դրան, մեր բոլորիս մեջ կա այդ էներգիան, կենսական։ Եվ մենք բոլորս անկախ մասնագետի մոտ գնալ չգնալուց ինքներս մեզ կարող ենք բուժել էներգետիկ դաշտում։ Բոլորս կրում ենք այդ էներգիան, անգամ եթե ենթագիտակցորեն մտածենք ինչ որ տեղը որ ցավում է, չէ, միանգամից ձեռքն ենք, չէ, մեր դնում։ Կամ երեխայի մի տեղը ցաված, միանգամից ենթագիտակցորեն ձեռքն ենք մոտեցնում։
Ինչի, որովհետև մեր մարմինը միտքը ինքը հիշում է ինչ պետք է արվի տարիներից, դարերով փոխանցվող հին ուսմունքը։ Իսկ եթե վերադառնանք էներգիային, պատկերացնենք մեր միջով այսպես շրջանաձև հոսում է այդ էներգիան ու պատկերացնենք, որ հոսանքի տեսքով ես դա փորձեմ, ենթադրենք մի հատ կա ընդհանուր գեներատոր, որտեղից որ հոսանքը փոխանցվում է տարբեր շենքերի, չէ՞։ Որպեսզի այդ հոսանքը փոխանցվի, հիմնականից գալիս է, սկսում է տեղաբաշխվել, ճյուղավորվել եւ վերջում արդեն ամեն շենքի տուն մտնելով, տունից ամեն սենյակ մտնելով Հիմա այդ ընդհանուր գեներատորը, այսպես ասած, մենք կարանք անվանենք ընդհանուր այդ դիեզերական էներգիան։ Երբ որ ինքը արդեն սկսում է հոսել, գալիս է հասնում է մեզ եւ մեր մերիդիաններին, որոնք որ եթե մենք ունենք երակներ, որոնցով գնում է արյունը, հա, այդ մերիդիանները չերևացող այդ համարկանքն են, բայց էներգիայի հոսքը անցնում է տարբեր մշակույթներում, տարբեր ձև է։ Պրանա, այնտեղ նայած որ մշակույթում, հա, մենք ոնց ենք դա անվանում, բայց ընդհանուր գաղափարը մեկն է։ Այդ կենսական էներգիան է, որը որ տարբեր փիլիսոփայությունների կողմից բժիշկները համաձայն չեն լինի հետս, դա այն էներգիան է, որը որ հա, սիրտը աշխատեցնում է, այսպես ասած։ Եվ այդ մերիդիաններով էներգիան մեր մեջ շրջանառվում է։ Հիմա եթե մեր մեջ կան, մեր այդ մերիդիանների մեջ կարան լինեն բլոկներ, ենթադրենք, որոնք որ խոչընդոտում են էներգիայի հոսքին։ Տարբեր տեղերում գտնվող բլոկները տարբեր տեսակի խնդիրներ են առաջացնում։ Զուտ մինչև դրանք կարող են մտնել ֆիզիկական դաշտ, հա, ենթադրենք ուսերի ցավ ունեմ, չգիտեմ, կոկորդս է ցավում, վահանաձև գեղձի խնդիրներ ունեմ։ Կան մարդիկ անվանում են մերիդիաններ, չակրաներ կարող ենք անվանել, մեր հիմնական 7 չակրաները, եթե այդ տեսանկյունից նայենք, տարբեր նուչինական բժշկության մեջ մերիդիաններն են, մյուս կողմից եթե նայենք չակրաները, տարբեր մոտեցումներ են, բայց հիմնական գաղափարը մեկն է՝ ապահովել էներգիայի սահուն հոսքը եւ ազատվել բլոկներից։ Հաճախորդը գալիս է, մենք սկանավորում ենք եւ սկսում ենք արդեն աշխատել տարբեր մեթոդներով, հա, անհպում, հպումային, նաեւ աշխատում ենք նուրբ մարմինների հետ, եթե տենց ընդհանուր ներկայացնեմ, ինքը շատ ծավալուն է, հա, գուցե ամենահետաքրքիրը, որ մարդը անձամբ է ունենում այդ փորձառությունը եւ վստահ եմ, որ սա նաև շատ անհատական է, որտեղ յուրաքանչյուրի դեպքում միանշանակ տարբերվում է ամեն նման փորձառությունը։ Շատ հետաքրքիր է, որ ժամանակակից բժշկությունն էլ իր հերթին էս մասով շատ բժիշկներ կան, ում հետ ես զրուցում եմ, միշտ չէ որ շատ էսպես բացառելով են միանգամից մոտենում այս ամեն ինչին, որովհետև ի վերջո կա մեկ միասնական նպատակ, դա մարդու ավելի լավ լինելն է բոլոր ասպեկտներում։ Եվ թե հոգեբանները, արդեն նաև բժիշկները փաստում են բազմաթիվ, հա, նաև իրենց փորձառությունից ելնելով, որ մի շարք հիվանդությունների հետևում ամեն դեպքում հենց այդ մարդու էմոցիոնալ, այդ բոլոր բլոկերի, այդ բոլոր մենք չենք ասում, որ միայն, չգիտեմ, անոթներն են խցանվում կամ ավշային համակարգն է խցանվում կամ որևէ այլ, հա, որովհետև ի վերջո մարդու մարմինը այդ էներգետիկ դաշտը ցավոք սրտի ոչ միայն լավն է հիշում, նաև այդ վատ փորձառությունն է հիշում։ Գալով էս ընդհանուր հոլիստիկ մոտեցումներին ինքնախնամքի Էլ ինչ հետաքրքիր գործիքակազմ կա, մեխանիզմ կա, որը օգնում է մարդուն ու նաև կխնդրեմ այստեղ անպայման անդրադառնալ տղամարդկանց եւս, որովհետև դա էլ ինչ որ կարծրատիպային հարց է, որ չգիտեմ, օրինակ, դեմքի խնամքը կամ նույն էներգետիկ, հա, բուժումը, սա միայն կանանց մասին է։
Կարծոք փորձառությունը մեկ եւ հետո էլ ինչ գործիքակազմ կա, որին գուցե մարդիկ ծանոթ չեն։ Իհարկե, նախ հիմա այս կարծրատիպը կքանդեմ։ Այցելուներից 80%-ը տղամարդիկ են։ Սա շատ անսպասելի է։ Շատ։ Ես ճիշտն ասած չէի սպասում, որ ինքնախնամքի հանդեպ այդքան հետաքրքրություն կունենա մեր արական սեռը, բայց հաճելիորեն զարմացած եմ, շատ եմ ողջունում, իրենց կանանց հետ են երբեմն գալիս, շատ ողջունելի է, որ այսօր մեր տղամարդիկ ունեն այդ գիտակցական մակարդակը, գնում են դեմ տարբեր տեսակի կլիշեներին, հա, որ տղամարդը իրեն չպիտի խնամի, չգիտես ինչի, գալիս են, խնամում են եւ շատ ողջունելի է դա։ Այդ տղամարդկանց տեսանկյունից, հա, եթե այդ հարցին տենց անդրադառնանք, երկրորդը, եթե անդրադառնանք գործիքակազմին, բացի նրանից, որ մաշկի խնամքն է, հոգու խնամքն է, շատ կարևոր դեր է գիտակցված շնչառություն է այստեղ գործիքակազմերից, հա, միշտ ես դա օգտագործում եմ ցանկացած բոլոր պրոցեդուրաների ժամանակ, լինի դա մարմնի դեմքի խնամքի ցանկացած պրոցեդուրա, չեն շնչում, հա, եւ ընդհանրապես առօրյայում չեն շնչում, պահի տակ շունչը պահում են, նույնը վերաբերում է, երբ որ մենք ունենք դեմքի յոգայի դաս, չգիտես ինչի, երբ որ մենք կենտրոնացած ենք մի գործողության վրա, շունչը պահում ենք։ Չեմ հասկանում ես այդ ֆենոմենը, ճիշտն ասած, ինչի է այդպես լինում, բայց հա, գիտակցված շնչառությունը շատ կարևոր է։ Տարբեր շնչառության մեթոդիկաներ կան եւ չէ որ ինչքան մենք ճիշտ ենք շնչում, ինչքան մենք խորն ենք շնչում, մեր բջիջները այդքան հարստանում են թթվածնով։ Իսկ երբ որ մենք ունենք թթվածնով հարստացած բջիջներ, բնականաբար եւ սնուցումն է այնտեղ լավ լինում եւ վերջնական կանգ առնել մեր մաշկի վրա է երևում։ Կարող են մատակարարել բոլոր ասպեկտներում։ Գործիքակազմերից դա է, որի վրա ես մեծ ուշադրություն եմ դարձնում եւ ներկա, չգիտեմ, ես դա գործիքակազմ չեմ համարի, բայց խրախուսում եմ միշտ այցելուներին ներկա լինել process-ում։ Սա երևի ամենաբարդ տրվող խնդիրն է։ Ընդհանրապես ինքնախնամքը ինքնին երևի թե ավելի շատ հենց այդ ներկա լինելու մասին է։ Այո։ Ինչ մեթոդով կարելի է դա ավելի ակտիվացնել։ Նախ հեռախոսը հեռու պահել։ Ամենամեծ խոչընդոտն է։ Հա, լինում են հաճախորդներ, գալիս են հեռախոսը այսպես կողքը։ Հա։ Դա էլ հետաքրքիր, գիտեք, շատ բաների մասին է խոսում։ Այսինքն ինչքանով է մարդ փորձում կոնտրոլը իր կյանքում քիչ շատ պահի, հա, տարբեր, ինչքանով ինքը տագնապային, շատ բաների մասին է խոսում մարդու հարաբերությունը իր հեռախոսի հետ։ Միշտ խրախուսում եմ հեռախոսը անջատել կամ եթե հնարավոր է գոնե հեռու դնել, որպեսզի ամբողջությամբ այդ process-ի մեջ ընկղմվենք, դա առաջինը։ Երկրորդը ներկա գտնվելուն նորից շատ է օգնում շնչառությունը։ Երբ որ դու կենտրոնանում ես քո շնչառության վրա, քո սրտի աշխատանքի վրա, դու ինքնըստինքյան արդեն այդ process-ում ներկա ես։ Երրորդը միշտ լինի դա դեմքի յոգայի դաս, թե լինի դա խնամքի ինչ-որ ծես, ես խնդրում եմ այցելուին իր սենսորիկայի վրա ուշադրություն դարձնել։ Այսինքն, այդ պահին ինքը ինչ է զգում։ Դեմքի վրա ինչ քսվեց, ինչ հոտ է, ձեռքի շարժումները, ավելի զգալով, այո, ավելի զգալով այդ ամեն ինչը ընդունել։ Նույնը դեմքի յոգայի ժամանակ միշտ խրախուսում եմ աչքերը փակեն եւ պատկերացնեն այդ պահին դեմքի մկանները ինչ են անում։ Հա, դոկտոր է։ Այո։ Երևի թե դրանք շատ են օգնում ներկա գտնվել, իսկ եթե առօրյայում ուշադրություն դարձնենք տվյալ գործողության դետալներին։
օրինակի համար շատ པարզ բան, հա, մեքենա ենք քշում։ Հա։ Ղեկը բռնելիս ինչ ենք զգում, այդ սենսորային տակա, սառնա, կաշիա, տեքստիլա, անիվների տակ զգում ենք քարիկներ, թե չենք զգում, այսինքն ցանկացած գործողություն լինի, դա ուտելը եւ այլն։ Ուտելիքը սառներ, տաքեր, ծամելիս ինչ ենք մենք զգում ատամների տակ, կուլ տալուց ինչ ենք զգում, երբ որ խորանում ես մանրամասների վրա, այս դետալները շատ տենց ներկա ես դուղակի գտնվում, հա։ Դե կարծում եմ մի քիչ այդ փախուստի ճանապարհ է նաև անընդհատ կամ նախկինի անցյալի մասին մտածելը եւ դա մտքում վերլուծելը կամ ապագայի մասին մտածելը, պլանավորել եւ այլն, եւ այդ երկուսի մեջտեղում, որը հենց ներկան է, մենք շատ քիչ ենք լինում, որտեղ մեր միտքը անընդհատ կամ այդ վերլուծման գործընթացի մեջ է կամ պլանավորում ենք անընդմեջ։ Երևի հատկապես մեր այս ուրբանիզացված կյանքում, երբ մենք խայտառակ հոսքի մեջ ենք բոլոր իմաստներով, մենք անverջ շտապում ենք, մենք անverջ համեմատվում ենք, մենք անverջ ինչ որ նպատակի ենք ձգտում, այդ ամեն ինչ քիչ է միատել, երբ ունենում ես ընտանիք, ինչ որ քո խնամքի ներքո գտնվող մարդ, որը մեր իրականության մեջ գրեթե միշտ լինում է կամ մեծահասակներն են կամ երեխաները, դու հասկանում ես, որ այն ինչից մենք քիչ առաջ խոսեցինք, սա իրապես շատ բարդ տրվող բան է եւ պետք է կոնկրետ ջանք գործադրես, որ սա կարողանաս այդ պահին անել։ Ու մեկ էլ երևի որակապես ամեն դեպքում փոխում է, օրինակ, չգիտեմ, եթե մարդը գնում է դեմքի որևէ պրոցեդուրայի եւ ինքը դիմակի ժամանակ անընդհատ էլի հեռախոսով ինչ որ գործողություն է անում ու ստացվում է, որ ոնց որ ես ուղակի ինչ որ sense գալչկայի, հա, ուղակի անելու համար ես դրեցի այդ դիմակը արեցի եւ այլն։ Ոնց ես լսում եմ եւ հասկանում եմ քո ներկայացմամբ, շատ ավելի արդյունավետ ու շատ ավելի իրապես ազդեցիկ կարող է լինել այդ ինքնախնամքի արդյունքը, եթե մենք այդ ամեն դետալի վրա կենտրոնանում ենք ու կենտրոնացած ենք անում, հա։ Խոսեցինք տարբեր գործիքակազմերից, ես գիտեմ, որ նաև այս ոգեղենության հատվածը, որը էլի հիմնական նաև մեր մտքի գործոնի հետ է պայմանավորված, նաև ռիթրիտների եւ այսպես խմբային հետաքրքիր մոտեցումներ կան, սա ինչի մասին է, արդյոք սա եւս կարող է համարվել որպես ինքնախնամքի բաղադրիչ, թե ոչ։ Իհարկե միանշանակ, որովհետև ինչպես նշեցի, այդ ռիթրիտները այնպես է ստացվել, որ հիմնականում կանացի ռիթրիտներ են, բայց փորձում եմ, ուզում եմ հավատալ, որ մի քիչ արական սեռնել կսկսի հետաքրքրվել այդտեղ, որովհետև մի քիչ մեր տղամարդիկ վախենում են խոցելի լինել, հա, այս տեսանկյունից։ Ինքնախնամքի շատ մեծ գործոն կա ռիթրիտների մեջ, երբ որ կանայք համախմբվում են, միշտ կինը դիմացի կնոջ մեջ կարող է գտնել իր հարցի պատասխանները, որովհետև երբեք պատահական չեն հավաքվում այդ մարդիկ, այո, երբեք այդպիսի ռիթրիթ չի եղել, որպեսզի երբ որ դու հասկանաս, որ ամեն մեկը մյուսին պետք չէր, բոլորը բոլորի պատմությունների մեջ են արձագանք գտնում իրենց պատմությունը եւ այլն, իսկ ինքնախնամքի տեսանկյունից եթե նայենք, նախ sharing-ը, կիսվելը, եւ երբ այդ հավասարի, մրցակցություն չկա, ինչ որ հետաքրքիր քուրության մթնոլորտ է ստեղծվում, կինը դիմացի կնոջ մեջ իր տունն է գտնում, շատ հետաքրքիր է այդ կանացի էներգիայի մեջ գտնվելը, շատ ավելի խոցելի ենք դառնում, շատ ավելի մերկ ենք դառնում, ոչ բառացի, սատարող, դիմացի ցավը ըմբռնող, ոչ միշտ կիսող եւ ոչ էլ խրախուսվում է դա, բայց այդ էմպաթիան շատ հետաքրքիր ձևով է աշխատում կանացի ռիթրիտների ժամանակ եւ երկրորդը դու զգում ես թե ինչքանով է կինը ցանկանում երբեմն
կտրվել իր առօրյայից, իր ամեն ինչից, կրկնվող ռուտինից եւ պարզապես ինքն իրան ժամանակ նվիրել 1 օր, 2 օր, նայած ինչքան են տևում եւ ամբողջությամբ խորասուզվել այդ ինքնախնամքի մեջ հոգի, մարմին, միտք երյակով հանդերձ։ Իսկ որպես կանոն ռիթրիտները միշտ են բնության հետ, այսինքն ուզում եմ հասկանալ տեղանքային իմաստով միշտ է, որ բնության գրկում է լինում եւ բնության հետ կապված է լինում, թե դա բոլորովին պարտադիր պայման չէ։ Այսքան ժամանակ միշտ այդպես է եղել, որովհետև շատ կարևոր է հասկանանք, որ մենք բնության մի մասն ենք եւ այդ մի հատ գաղափար կա, երևի թե հայերենով միասնականություն, oneness ոնց կթարգմանենք, որ մենք գուցե, այո, որ մենք բոլորս մի միասնական ամբողջական միավոր ենք երևի, հա, եւ երբ որ մենք բնության մեջ ենք, այդ հողակցումը, ոտաբոբիկ հողի վրա կանգնելը, ծառերի հետ առնչվելը եւ այլն էներգետիկ լրիվ ուրիշ աշխարհ է տանում մարդուն։ Շատ ավելի ազդեցիկ է լինում, շատ ավելի միտքն է հանգիստ լինում, մենք առնչվում ենք բոլոր տարերի հետ, այնտեղ ջուրը, հողը, օդը, կրակը, որը որ նաև մեր մեջ է արթնացնում մեր բոլոր այդ տարերը։ Հա, վերջերս հետաքրքիր բան էի նայում, որ այդ կորտիզոլի մակարդակը զգալի իջեցնում է, երբ որ դու երկար ժամանակ, թեկուզ օրվա մեջ շատ կարճ, բայց պարբերականությամբ, հաճախականությամբ, հա, ջրի մոտ ես գտնվում եւ լսում ես այդ ջրի ձայնը, ինչ որ շատ པարզ թվացող բան է, չէ, որ մեծ հաշվով, եթե դու հատկապես ինչ որ մոտ ես գտնվում, չգիտեմ, գետ կա տեղանքում, քաղաքից դուրս այդպիսի հատվածում ես, ռեալ քեզանից ոչինչ չտանող մի բան է, բայց քեզ բերում է մի բան դրան, որ դու կարողանաս հիմա ամենատարածված, չէ, այդ բարձր կորտիզոլի հարցը մի քիչ կարգավորես եւ կարողանաս բերել այսպես համապատասխան վիճակում։ Ես կուզենամ նաև մենք անդրադառնանք այս ինքնախնամքի եւ հոլիստիկ մոտեցումների կոնտեքստում։ Կան բաներ, որոնք մարդ ուղղակի կարող է անել հենց ինքն իր համար զուտ այդ գործիքակազմը սովորելով, թե ամեն դեպքում մեզ ուղղորդողի մասնագետի, ով որ ավելի լավ է հասկանում, շատ կարևոր է նաև այդ կապը ամեն դեպքում միշտ լինի։ Ինչ եմ սա ասում, որովհետև մենք միշտ ինչպես բժշկության մեջ ունենք այդ չվնասելու սկզբունքը, երևի թե այստեղ էլ պիտի մտածենք դրա մասին, արդյոք կոպիտ ասած կան բաներ, որոնք ամեն դեպքում չի կարելի անել ու կարելի է մասնագետի հետ խորհրդակցել, եթե նույնիսկ կա այդ թեկուզ մի փոքր կասկածը։ Մենք խոսեցինք օրինակ այդ օրգանիկա խնամքի մասին եւ այլն, ուզում հասկանալ որն է այն միֆը կամ այն հիմնական չի կարելին, որ պիտի մարդը ամեն դեպքում մտքում ունենա, եթե նա որոշել է այդ շատ գիտակցված իր այսպես համընդհանուր համապարփակ ինքնախնամքով զբաղվել։ Հա, իհարկե, տարբեր տեսակի օրինակ, եթե նայենք ֆիզիկական ֆիզիկական դաշտ, հա, եթե մտնենք, ալերգիաները, հակացությունները, տարբեր մաշկային խնդիրները, կան մաշկային խնդիրներ, որոնց ժամանակ պարզապես օրինակի համար ենթադրենք մեղր ենք օգտագործում, հա, խնամքի մեջ ինքը շատ մեծ ալերգեն է։ Նույն երիցուկը ինքը շատ մեծ ալերգեն է, պետք է հասկանալ նախ տարբեր տեստեր, պետք patch testing-ը, որը որ կոչվում է, հա, ես X մարդն եմ, չգիտեմ ընդհանրապես ես կարող ունեմ ալերգիա, տանը դնեմ այդ ամեն ինչը իմ վրա, հետո այդ շոկով տեղափոխեն հիվանդանոց, հետո կասեն, վայ, բաներ լուսոնասիլեր, բիսաբոլոներ, լավ է։ Այո։ Նախ պետքա չմոռանալ, հա, այդ սահմանը, որ վերջի վերջո մեր մեջ քիմիական process-ներ են տեղի ունենում, տարբեր տեսակի, տարբեր հիվանդություններ կան, նույն շատ տարածված վահանաձև գեղձի
հետ կապված խնդիրները, հա, ենթադրենք եւ դեմքի յոգայի ժամանակ եւ դեմքի մերսման ժամանակ, այո, շրջանցել, եթե կան տարբեր գոյացություններ, միշտ մենք շրջանցում ենք այս հատվածը, որովհետեւ դա խրախուսում է տարբեր ռեակցիաներ, հա, ավելի ակտիվ ինչ-որ բանի զարգացմանը։ Եթե այդ տեսանկյունից նայենք, երկրորդը, եթե մենք նայենք դեմքի մերսմանը, կան հստակ տեխնիկաներ, որոնց դու պետք է հետևես, եւ եթե չես հետևում եւ սխալ տրամաբանությամբ ես անում, չիմանալով զուտ մկանային կառուցվածքը դեմքի, դու կվնասես քեզ եւ հակառակ էֆեկտը կգնա այդ տեսանկյունից, եթե նայենք, այսինքն ցանկալի է միշտ մասնագետի ուղղորդումը այդ հարցում։ Ըստ որ առաջին հայացքից թվում է, թե ինչ որ պարզ բան է, չէ, հատկապես երբ որ դու նայում ես օրինակ այդ օրինակով ու ասում ես, ես էլ հիմա փորձեմ, բայց կոպիտ ասած այդ ինստրուկցիային, հա, այդ ընթացակարգին շատ կարևոր է հետևելը։ Հա։ Ինչպես հայտնի խոսք կա, ունքի տեղը աչքը չհանենք, այո։ Կամ մի բանը շատ անել, դա էլ հա, որ նաև հա, ոսկի մեջ սկզբում որ ասում ենք գերխնամ, ոնց որ դեպի այդ կողմ կգնանք։ Հա, հետաքրքիր է, որովհետև ճիշտ է, շատ կարևոր է, շատ ողջունելի է, հատկապես հենց այս տեսքով, հենց այս հոլիստիկ մոտեցմամբ ինքնախնամքը, բայց կարևոր չվնասելու հատկության մասին չմոռանանք։ Շնորհակալություն քեզ շատ մանրամասն այսպես ներկայացնելու համար եւ նաեւ էլ գիտակցական մակարդակին մի քիչ ավելի sense դեպի մոտ տանելու մասով եւ վերջում մեր ավանդական հարցը, որն է հենց քեզ համար, որն է հենց Լուսինեի համար առողջ ապրելու բանաձևը։ Այս գիտելիքների հետ մեկտեղ, գիտեք, մենք բոլորս իդեալական չենք։ Ու երբ որ ասում ենք այո, բալանսավորված միտք, մարմին, հոգի, բայց պետք է հասկանանք մեր մեջ ինչքան լույս կա, այդքան էլ ստվեր կա եւ երբեմն այդ ստվերին էլ պետք է տեղ տանք մենք։ Իմ համար ամենա այդ բալանսավորված եւ առողջ մոտեցումը, երբ որ ես իմ երկու ցանկությունները բավարարում եմ եւ գտնում եմ բալանսը դրանց մեջ։ Եվ չեմ սնում մեկին շատ, մյուսին քիչ, երևի թե դա է։ Ինչքան մարդ վերևում է, այդքան էլ ինքը ներքևում է գտնվում եւ պետք է այդ երկուսին զուգահեռ ճանապարհ տալ։ Հետաքրքիր է։ Շնորհակալություն։ Սիրով, ես եմ շնորհակալ։ Բուն TV եթերում առողջ ոդքասթներ, ցտեսություն։